լոխ զովեն մը պոստ բացի ես աբեն անարկուրացը Արտյոմը Արշակը Նվերը Ռոբերտը Վահագը կամազեն նավելա 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա ադրբեջանական հարձակման ընթացքում Մուշեղ Գրիգորյանը վերջինն է եղել, որ ողջ է տեսել իր մարտական ընկերներին։ Նա կարողացել է դուրս գալ շրջափակվող դիրքից, հասնել իր զենքին, հաստոցային ավտոմատ նռնականետին, ԱԳՍ 17-ին եւ այնտեղից մարտ վարել։ 2 օր անտառներում մնալուց հետո միայն հասել է Ստեփանակերտ։ Մարտակերտի շրջանի Չարեկթար գյուղի 552 դիրքի 7 հոգանոց անձնակազմից 5-ը զոհվել են։ Մեկը համարվում է անհետ կորած։ Երեխեն գալիս ասում է. «Մամա, իմ պապաս չի մահացել, չէ՞։ Իմ պապաս գալու է, չէ՞։ Ես չգիտեմ ինչ ասեմ»։ Այդ պահին լուր գրկում բաչում եմ երեխուն։ 552 դիրքում զոհվել են Նվեր Գրիգորյանը, Արտյոմ Բաղդասարյանը, Արշակ Սարգսյանը, Ռոբերտ Վանյանը եւ դիրքի ավագ Վահագ Բարսեղյանը։ Աբել Միրզոյանը մինչ օրս համարվում է անհետ կորած։ Ամուսինս որպես պայմանագրային զինծառայող աշխատում էր Արցախի Հաթերքի զորամասում։ Սեպտեմբերի 19-ին ամուսնուս հայրիկի զոհվելու տարելիցն էր։ 93 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախյանելի առաջին պատերազմում ամուսնուս հայրը զոհվում է Լաչինի տարածքում։ Այդ օրը մենք որոշել էինք, որ պետքա ամեն տարի մենք գնում ենք այդ օրը իր գերեզման, ամուսնուս հետ խոսում եմ հեռախոսով, ժամը 12-ն էր։ Աղետաբեր պատերազմը սկսվեց։ Հենց պատերազմի օրը Չարեկտարի դիրքերից մեկում ա եղել։ Հենց անմիջապես բլոկպոստում ա եղել այդ ամեն ինչը, որը որ Թշնամու դիրքից ընդամենը 30 մետր հեռավորության վրա էր։ Ու ամենավտանգավոր տեղն էր, որովհետև այնտեղ իմ լսելով ասեցին, որ շատ ծանր հրետանիներով մտել են դիրք ու մի քանի րոպեների ընթացքում միանգամից հողին հավասարացրել դիրքը։ Ու նշում եմ, որ հավանականությունը շատ քիչ է, որ այնտեղ որևիցե մեկը հնարավոր է որ փրկվեր։ Դիրքում ընդամենը հերթապահում էին 7 հոգի, որից մեկը ողջ է մնացել, իսկ 6 մարմին հանել են այնտեղից։ 5 հոգու գտել են, 5 հոգու մարմինները գտել հողակավորված է, բայց իմ ամուսնու մարմինը տենց են միջև օրս չեն գտնում, ով որ մարմինները հանել է, ես իրենց հետ խոսել եմ, այս պահին անուններ չնշեմ, իրենց հետ խոսել եմ, իրենք ասացին, որ 6 մարմին են հանել, տարբեր ցակուցերի վիճակում են եղել, այդ մոշոտի մեջ են եղել, չգիտեմ, այդ դիտակետի տակ են եղել, հենց անմիջապես խրամատի մեջ են եղել, բայց ամբողջական մարմիններ են հանել, այսինքն մասնատված մարմին չի եղել, 4 հոգունը ճանաչելի է եղել, ճանաչելի այդ մարմինները ովքեր հանել են, ասեց, որ ճանաչելի է եղել, ես ճանաչել եմ ովքեր են, բայց 2 հոգի անճանաչելի է եղել, այդ երկուսից մեկը շատ հավանական է, որ իմ ամուսինն է եղել, իմ լսելով այդ դիրքի մարմինները բերկավորված չի եղել, միանգամից արագ-արագ հավաքել են, բերկավորված չի եղել, մենակ ընդհանուր զորամասից մի հատ թուղթ են տվել, այնտեղ այդ դիրքի զինծառայողների անուններն է եղել, որտեղ որ իմ ամուսնու անունը եւս նշված է եղել, դե բնականաբար այդ դիրքում է ծառայել այդ օրը։ Դրանից հետո, երբ որ մարմինը տարել են Մարտակերտ, նրանից հետո տարել են Ստեփանակերտ, արդեն ոնց որ մարմինները խառնվել են մյուսների հետ։ Իսկ Ստեփանակերտում արդեն ամուսնուս ընկերները սպասում էին, որ հեսա Ուրալը կգա ու կփորձեն գտնել ամուսնուս, բայց էլի չգտան։ Դա էլի եւ հույսերն էր շնչել, որ ուրեմն հավանականությունը մեծ է, որ ինքը ողջ է։ Իրոք են ասեկոսեները, որ ասում էին ամուսնուս Հաթերք գյուղում տեսել են, կամ զորամասի կողմերում են տեսել, քայլելուց, մեկը ասում էր, ոնց էր կանտուզիաստացած է եղել, կանչել ենք Աբել, շրջվել նայել է ու գնացել է, ինչ որ տենց միֆեր էին պատմում, ինչը իրականությանը ոնց հասկանում եմ չի համապատասխանում։ Այլ իրականությունը մեկն է, որ ինքը իրոք զոհվել է, պետք է ընդունել այդ, բայց թե ինչքանով հավանականություն կա, որ ես կգտնեմ իրան, այդ չեմ կարող ասել։ Դիրքի 5 հոգուն
տարբեր ժամանակահատվածներում տարբեր մուրգերում են գտել Հայաստանի Հանրապետության, օրինակ մեկինը գիտեմ Բաղդասարյան Արտյոմի նկարները, օրինակ հեռախոսի, նույնականացման ինչ որ իր իրերը, նկարները Գորիսում ա եղել, իր որդին Գորիսից է, տեսել պատահական նկարները, տենց ուսումնասիրելով, ասեց, այս իմ պապայիս հեռախոսն է, այս իմ պապայի իրերն է։ Ու այդ տենց կոդի վրա եկել Երևան, չգիտեմ որ մի մորգում իրենց պապայի այդ կոդով մարմինը գտել են, հուղարկավորել են։ Բայց մնացածներինը էլի տարբեր մորգերում ա եղել, որ ասես մեկի հավաքել են 6 մարմինը, միանգամից տարել են միտեղ, դա այդպես չի եղել, այսինքն ցաքուցերի վիճակ ա եղել, ով որտեղից կարողացել է, գտել է։ Բայց ամեն անգամ ոնց որ գնացել ենք տարբեր մորգեր, ամուսնուս բարեկամները գնացել են փնտրելու ու միջև հիմա էլ չենք կարողանում գտնել։ Մտավախություն ունեմ, որ շփոթմունքի արդյունքում ամուսնուս հուղարկավորել են ու ներկայում, չգիտեմ ինչքանով այս ճիշտ որ այս պահին ես ներկայացնեմ, որ մենք ունենք մեկ չճանաչված մարմին, չնույնականացված մարմին, հերացիում ապահովում այդ մարմինը, որը որ այդ մարդու նույնականացման հետ կապված ոչ մի աշխատանքներ չի իրականացվում։ Զոհվել է, բայց այս պահին անտերության մատնված մորգում ուղակի անտեր մնացել է, ոչ մեկ չի հետաքրքրում այդ մարդու, նույնիսկ ոչ քննչականը, ոչ ԱԱՑ-ն, ոչ մի աշխատանք չեն իրականացնում այդ մարդուն գոնե նույնականացնելու համար։ Ես օրինակ արդեն որ համոզված եմ եղել, որ իրոք իմ ամուսինը զոհվել է ու շանսերը լրիվ հասել է 1-2%-ի, որ հավանականություն կլինի, որ ինքը իրոք ողջ, հնարավոր է, միգուցե հնարավոր է ողջ է։ Դրանից հետո ես ամեն Երևան այցելելուց գնում եմ Եռաբլուր։ Գնում եմ այնտեղ 23 թվականի զոհերին առանձին մի տեղ է, չէ, հուղարկավորված։ Գնում եմ այնտեղ ու այն հույսով, որ այդ քարերին, այդ նկարներին նայում եմ, ասում եմ միգուցե այստեղ իմ ամուսնու մարմինն է հուղարկավորած։ Դիրքի ողջ մնացած մուշեղը հրաշքով ա փրկվել, թե ոնց ա փրկվել, այդ չեմ կարող ասել, ես ուրախ եմ, որ ինքը գոնե մեկը ողջ ա մնացել։ Մեր պոստը բոլոր պոստները 4 տար, ագայս չեմ եղել պոստերը վրա։ Ապետաբե պոստը նգրես եղել ինձ, ոնց որ կա մի օր բոլոր պոստին կա մի օր վերը մի բոլոր պոստին եմ։ Ոնց որ շատ որ թարային բան տեղանեմ, ինձ թեժ տեղանեմ, ես դեղել եմ այդում լի ոնց։ Ոնց կայմ սայրի խփեմ այդ պահերով, ճամճամի խփեմ։ Դες գորես եմ եղել մեր պոստերներ։ Դա գերան բոլոր պոստին եղել, դա կարողս կսած եղել։ Ասու ես ինքս ստիսեմ ես խփել, այս ստի, մոմես եսի մերնա սինասնա։ Ես խփել եմ ես։ Կայստից հայեցին մեր խարամատին այսի։ Սեկեմ քսես տանից հելել ենք, դա տան խփել ենք, քսես մտել խարամատնը մեր, այստի մեր տաղուս մեկը զովել ապաչենք այն խփել։ Այս նվերը։ Պես խփել նվեն քսեն խարամատ տղեկ թույն խարամատի մոտ, ինչ ա եղել, մուցիան, ես առաջ կասեի կասիստի հասել, ստեզա խփել մոզի, պարկերում ստի, այստի մեր եչիրայ կամ հետ, նույնիսկ սակազերի։ Եկա ստի հետև անցե ես, там я чехпом вазилов, ну дохом то мотесте дуара, так как гейт нале тестели. Сеген гейт եկել եմ այստից գողով, ասենց եկել եմ այս անտարմիչով հելեր։ Այստի ագայս ընտրած այստի։ Այստի խփեմ ես ոստիմ խփեստին դոշին։ Այս այս պոստն էլի, այս այս պոստն է ես։ Այդ ես պոստն այդ այլ լախ։ Դա խփեն պոստին խփել։ Բայց ագայսը հասցնում է դակը։ Հա, անգամ չի դակը։ Հետո ագասից հետո կպատնես։ Հետո ես խփել եմ, տեսան վերևից խփել են մի անգամ։ Որ խփեն պոստը խփել եմ, կողի պոստ չեմ հասել, խփեմ երկու պոստա դեր դաս վերև դաս։ Այն պոստը խփել եմ արդեն այդ կողից իմ պոստից նույն խփել են։ Դերս մոտ խփել են, դերս իմացել են։ Դե որ ընկել եմ դես Tem mișcă parcat sau da gătem șațel. Met zoom out arăt sustur. E ca să mă test nu antare mișcă mă sau mișcă să vele parcat cu Barcelona style. Te am să geta pe zic că mă stin zic este medicariți ca vedevo. Am mișcă te mațel, e că este mult maț mișcă. Ha, այսինքն քանի օր է դառնում, դու քանի օր ես։ Երկու օր կիսորլի։ Բայց այք եկեմ հասել, դեր ասեցի տայք չկան բան, սազորել եմ։ 3 երեխա ունեմ, մեծս 18 արդեն 18 տարեկան է լրացել, միջնեկս տղա է, 15 տարեկան է, իսկ փոքրս 6 տարեկան է։ Սա արդեն դպրոց պետք է հաճախի։
Շատ է ինքը ամուսնուս անունը հիշատակում անընդհատ հիշում է, հենց նեղացնում են, ասում է, հեսա իմ պապայիս ասելու եմ, ու սկսում է պապա կանչելը, ու դրանով ավելի է ցավացնում ինձ, որովհետև ես պատասխան չունեմ իրեն տալու։ Դրսում չես կարա բոլորին ասես, որ գիտեք, երեխեք չի կարելի նման բան մի ասեք երեխուն, մի ասեք, որ պապատ մահացել է, պապատ էլ չի գալու, կարաս 1-2 երեխու ասես, բայց հո բոլորին չես կարա ասես, երեխեք են խոսում են, ասում են, որ պապատ չի գալու, պապատ մահացել է։ Երեխեն գալիս ասում է, մամա, իմ պապաս չի մահացել, չէ, իմ պապաս գալու է, չէ, ես չգիտեմ ինչ ասեմ, այդ պահին լուր գրկում բաչում եմ երեխուն, որովհետև այդ պատասխանները ես ինքս էլ չեմ կարողանում ինքս ինձ տալ, բայց ինչքան գնում եմ զինվորական քննչական, այդքան իմ պատասխանները ավելի հստակ են լինում ինքս իմ համար, բայց արտահայտելուց շատ եմ դժվարանում, որ հավանականությունը մեծ է, որ ես միգուցե այլևս իրան չկարողանամ գտնել։ Ուսանող չկան